Հայը Մհեր Մկրտչյան, ծննդավայրը Գյումրի, կոչումը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պատգամը փնտրեք մարդու մեջ բարին, լավը։ Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Լենինականում, հայոց եղեռնից հրաշքով փրկված տարագիրների ընտանիքում։ Նրա ծնողները Մուշեղը եւ Սանամը մեծացել են որբանոցում։ Նրանք իրենց առաջնեկին անվանեցին խորհրդային զորավար Ֆրունզեի անունով։ Տղան դժվարին մանկություն ունեցավ։ Հետագայում այդ տարիների մասին արդեն ճանաչված դերասանը պատմում է. 10-11 տարեկան էի, նստարանի տակ թաքնվել էի, մի զինվոր էլ ծխում էր։ Սպասում էի, որ դեն նետի մնացորդը վերցնեմ, ծխեմ։ Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին, պատերազմը սկսվեց։ Զինվորը ծխախոտը դեն նետեց, ես վերցրի։ Ուրախ ծխում եմ ու մտածում, այս պատերազմն ինչ լավ բան է։ Հետո հասկացա պատերազմի դառնությունը։ Հələ ինչ աղկաշի, ոչխարի աչքին աշի։ Հեպը բանդը, հələ դոր կղի կարմիր բանդին աշի։ Ոչխարը գրնա բանեն է, սև թուղթ ուտ է։ Չի գրնա ուտ է։ Հələ դոր աշկը ինչ եղ սիրուն է։ Դու գուզես սև թուղթ ուտես։ Ինչ սև թուղթ, Նիկոլ։ Քեզ ուզե ուտ է, ես կուտ է։ Ինչ կենես, Նիկոլ։ Նիկոլ։ Հենց այդ տարիներին էր Ֆրունզիկը սկսեց փոքրիկ դերակատարումներով մասնակցել տեղի մշակույթի տան ներկայացումներին։ Հայրը դեմ էր որդու դերասան դառնալուն։ Ինչ մասնագիտություն է սա, դերասան։ Հաճախ էր բղավում նա։ Մի անգամ Մուշեղը եկավ որդու ներկայացմանը։ Տղան անհանգիստ էր հոր ներկայությունից։ Վարպետ Մուշեղն այդ օրը տուն վերադարձավ լուսաբացին։ Նա երկար նայում էր քնած որդուն, իսկ առավոտյան տվեց իր գնահատականը։ Ապրես տղաս, շատ լավ խաղացիր դերդ, գլխավորը խիստ համոզիչ։ Ցավոք վարպետ Մուշեղին չվիճակվեց երկար հիանալ որդու խաղով։ 16 տարեկանում Մհեր Մկրտչյանն արդեն սկսեց փոքրիկ դերեր խաղալ Լենինականի Մռավյանի անվան թատրոնում, միաժամանակ սովորելով տեղի դրամատիկական ստուդիայում եւ նկարչական ուսումնարանում։ Կարճ ժամանակ անց Մհեր Մկրտչյանն ընդունվեց Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, սակայն դերասանի դիպլոմը միայն մի փաստաթուղթ էր, նա արդեն կայացած դերասան էր։ Ֆրունզե Մկրտչյանին Երևան հրավիրեց մեծանուն բեմադրիչ Վարդան Աճեմյանը։ Աճեմյանն ասում էր. երբ Ֆրունզիկին դերը տալիս ես, առաջին հերթին կատվի նման նայում է, որ բերանը չվառի, հետո սկսում է երկար տնտղել, միանգամից չի ուտում, սկսում են կռիվները հեղինակի հետ, հետո կռվում է դերի հետ, դերից հետո կռվում է ինքն իր հետ, կռվում է այնքան, որ հեղինակին էլ սիրի, մյուսին էլ սիրի, իրեն էլ սիրեն։ Ֆրունզիկը իսկապես լեգենդ դերասան էր։ Հետո նա երբ որ մի բանը կարդում էր, ասում էր, իսկ չի լի որ այս ոնց որ գրածա սենց չանենք, փոխենք, սենց անենք, եւ այնքան կոնկրետ վիճակ էր առաջարկում դերասանի համար, խաղալու վիճակ, խաղալու հնարավորություն էր ստեղծում, եւ իր ասածով որ նկարում էին, նորից նույն կադրերը փոխում էին, նորից սկսում էին նկարել։ Սկսվեց Մհեր Մկրտչյանի թատերական հաղթարշավը Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, միևնույն ժամանակ կինոյում։ Այնուհետև հաջորդեցին համբավը, հռչակը, մրցանակներն ու տիտղոսները։ Շուտով Ֆրունզիկ Մկրտչյանի անունը հայտնի դարձավ ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլև խորհրդային միությունում։ Խաղալով Մայր թատրոնում նա 1966 թվականից սկսած նկարահանվեց Այբոլիտ 66, Կովկասի գերուհին, Մի տխրիր, մի մինո фільмերում։ Эти «Жигули», чем думают, я не знаю. Под ногами крутятся, крутятся. Да у нас не «Жигули», а «Волга», врет он все. Слушай, я тебе мешал? Подожди, ты тоже не мешай. Извини. Ճակատագիրն արտիստի նկատմամբ եղավ եւ շռայլ, եւ միաժամանակ ծանր փորձության ենթարկեց։ Շատ արագ Ֆրունզե Մկրտչյանը դարձավ ժողովրդի սիրելին, ուրախություն ու ծիծաղ բաժանող դերասան, բայց երկարատև տառապանք պահանջվեց, մինչև դերասանն ապացուցեց, որ ինքը նաեւ ողբերգակ է ու իր խաղով կարող է ստիպել հանդիսատեսին արտասվել։ Գիտեք, նա խաղում էր ողբերգական դերերից սկսած, մինչև կատակերգական ամենափայլուն դերերը։ Այդքան բազմաշնոր տղա էր, եւ այդ բազմաշնորհությունը նրան տվել էր, տրված էր եվերուստ, Աստծո տված էր, հումորով տղա էր, ուտվող տղա էր,
եւ կարողանում էր մարդկանց իր շուրջը հավաքել։ Մի առիթով Մհեր Մկրտչյանը պատմել է. երբ նկարահանվում էի Կովկասի գերուհին ֆիլմում, մի անգամ Գայդայը գլուխը բռնեց. «Էդ ով է ասել, որ դու կոմիկ ես։ Դու այնքան տխուր աչքեր ունես»։ Ինքն ինձ հրավիրել էր նախապես ընդհանրապես լուսանկարս տեսնելով։ Քիթս ինչ իմանամ։ Դովլաթյանն էլ ասել էր՝ լավ կոմիկ է։ Դե նա էլ ինձ հրավիրեց, մոտիկից տեսավ ու «Տո ինչ կոմիկ»։ Նա ամենասիրված դերասանն էր։ Եթե Փափազյանը, Ներսեսյանը հարգված դերասաններ էին, Մհեր Մկրտչյանը իսկապես սիրված էր ժողովրդի կողմից, որովհետև մի ժողովրդի հետ էր։ Երբ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը մեկնեց Բեյրութ հյուրախաղերի, լիբանանահայերը այնքան սիրեցին Ֆրունզիկին, որ սկսեցին նրան Մհեր անվանել, ինչը նշանակում է պայծառ ու արևային։ Հետագայում նա արդեն 2 անձնագիր ուներ։ Մեկում գրված էր Ֆրունզե Մկրտչյան, մյուսում Մհեր Մկրտչյան։ Սակայն շուտով նա 2 անձնագրերն էլ կորցրեց։ Սակայն առանց դրանց էլ նրան ամենուրեք ճանաչում եւ ընդունում էին։ Իմ դասախոսը Գյորգի Դանելյանն էր, որը նկարել էր հենց Միմինուն։ Եվ երբ որ ես հետը մի անգամ խոսեցի, ասի ոնց էր Ֆրունզը բան, ասեց նրա ամբողջ հնարած ամեն ինչի թողել եմ ընդամենը 10%, ասի, բա ինչու, ասում, որովհետև նա այնքան հետաքրքիր էր, որ Կիկաբիձեն ստվերում էր հայտնվում եւ ստիպված ես կարողացա մի քիչ գոնե հավասարացնել, որպեսզի երկուսն էլ դառնան ավելի ցցուն։ Слушай, что ты на меня кричишь? Я здесь живу! А я по-вашему здесь не живу! А ты что, на меня сердился? Сердился! А я на тебя 3 раза больше что? сердился! Ну что? 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 Միմինոյի նկարահանումների ժամանակ ըստ նկարահանող խմբի անդամների Ֆրունզիկը շատ էր խմում։ Ռեժիսորը դերասանի առջև կտրուկ պայմաններ դրեց՝ կամ նկարահանում, կամ հարբեցողություն։ Դերասանը չխմեց ուղիղ 10 օր, որից հետո ասաց. «Ես հասկացա, թե ինչու անընդունակները տիրել են աշխարհին։ Նրանք բոլորովին չեն խմում։ Առավոտյան արթնանում են առույգ եւ բոլոր ուժերը ծախսում են բարձր դիրք գրավելու համար»։ Եվ խորը շունչ քաշելով ավելացրեց. «Դա սարսափելի է»։ Валик Джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет. 2 место занимает в мире. А первое в Ереване, да? Не, Сан-Франциско. Մհեր Մկրտչյանը իմ լավ, իմ ջերմ, իմ գեղեցիկ, հոգու ընկերս էր։ Մենք շատ էինք կապված իրար հետ, ես իրան շատ եմ սիրում։ Ինքը տարօրինակ զարմանալի տարբերվում էր ազգից։ Ոնց որ դա մի երևույթ էր, դա մի տեզերային մի երևույթ էր, որը հազիվ թե էլ մենք ունենանք այդպիսի մարդ։ Հետագայում դերասանը հաճախ էր հիշում իր մանկության տարիները։ Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող տղայի տեսքով։ Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ գերազանքս հեծանիվ ունենալն էր, որ այդպես էլ չունեցա։ Ամեն անգամ, երբ հեռուներից վերադառնում եմ, ինձ հետ անպայման որևէ խաղալիք եմ տուն բերում։ Ճանապարհին ինքնաթիռի ուղևորները միշտ զարմանքով են նայում ինձ եւ թաքուն ծիծաղում, տեսնելով ինձ խաղալ։ Իսկ սերը այնպեսի մեծ սեր էր, ինչպես հրդեհը տեսել եք երևի, որ կպնում է, մեծանում է եւ բոցերը բարձրանում են գլխի վերևը, տարածվում են, այ Ֆրունզիկի սերը այդպեսին է։ Մի անգամ ուրեմն էլի ասացի Ֆրունզյան կգաս թատրոն Սունդուկյան, արդեն Սունդուկյանում չէր, ինչի է մեր, ասի պրեմիերասը։ Լավ ստացվի, ասի կգաս կնայես էլի, հա կգամ, կնայեմ, չեմ հավանի։ Եվ հումոր կա, եւ միշտ նրա հումորի տակ ինչ-որ մի լուրջ բան կար։ Մհեր Մկրտչյանի ընկերներից մեկը պատմում է. Մոսկվայում նկարահանում էին Տորտ ֆիլմը։ Մի օր Ֆրունզին խնդրեցի, որ տաքսիով չգնանք նկարահանման։ Գնանք մետրոյով։ Մտանք մետրո։ Մինչև վագոն մտնելը ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Գնացքը դեռ չէր շարժվել, երբ նկատեցին ու ճանաչեցին Ֆրունզին։ Չեք կարող պատկերացնել, թե ինչ կատարվեց։ Ամբողջ վագոնը կանգնեց ոտքի ու ծափահարեց մինչև մյուս կանգառը։ Իսկ կանգառից դուրս գալուց բոլորը խնդրում էին Ֆրունզից ինքնագիր։ Մի խոսքով, մետրո նստելը շատ թանկ նստեց ռեժիսորի վրա։ Խափանվեցին այդ օրվա նկարահանումները։ Շուրտը Ֆրունզին ոնց որ սրբի պես էր ընդ։
Ոնց որ մի սուրբ մարդ։ Գյուղեր որ գնում էր, պալտոն պաչում էին, կուրտկեն ձեռքը պաչում էին, Ֆրունզը դա մի երևույթ էր, աստվածային երևույթ էր։ Հրաչյա Ներսիսյանից հետո Պաղտասար աղբար պետք է Ֆրունզը խաղար։ Շատերը թերահավատ էին, սակայն կարճ ժամանակ անց ճանաչված թատերագետները գրեցին. Ֆրունզիկը խաղաց եւ ստացվեց։ Եթե նրան նայեր Հրաչյա Ներսիսյանը, ճակատը կհամբուրեր եւ կասեր. ապրես, մանչես։ Մեհեր Մկրտչյանը իսկապես դերասան էր։ Թատրոնում գիտեք, շատերն են գնում, շատերն են գալիս, բայց իսկական դերասանները քիչ են։ Բարեբախտաբար ես առիթ ունեցա ծանոթանալու իսկականների հետ, ինչպես է Մեհերը։ Первый раз партнер у меня слон. Очень трудно было сначала. Но сейчас я понимаю, что понял другого, что со слоном легко, чем с моим героем Арменахом. Մեհեր Մկրտչյան արտիստը ամեն օր մեկ ուրիշ մեկնություն էր տալիս իր դերին։ Հաստուխիկինը, Պաղտասար աղբարը, ուրիշ։ Ներկապնակը, որ ինքը ուներ, աշխարհի բոլոր գույները կային։ Եվ ինքը առատորեն օգտվում էր, բայց չէր հասցնում երևի թե, ոչ թե երևի թե հաստատ, որովհետև ռեժիսորները, սցենարիստները պիտի դերեր գրեին հատուկ այդ գույների համար, որ մենք այսօր շատ ավելի ունենայինք Մեհեր Մկրտչյան արտիստի գույները, դերերը։ Մեհեր Մկրտչյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. Պաղտասար խաղացել եմ մոտ 2000 անգամ, եւ շատ անգամ իմ խաղընկերները կուլիսների հետևից հետևել են, թե այսօր ինչ եմ անելու, որովհետեւ այդ դերն իմ արվեստանոցն է։ Այդ դերում ես անընդհատ աշխատում եմ, իմպրովիզանում։ Շռայլ էր ու չէր կարողանում զսպել ու տալիս էր։ Ըստ երևույթին զգում էր, որ քիչ ժամանակ է մնացել։ Երևի մեծերը զգում են, որ իրենց ժամանակին չկան է տրված։ Շատ շռայլ էր ու շռայլորեն վատնում էր իր արվեստը։ Ես միշտ մնացել եմ մութի մեջ կանգնած մի ստվեր, երբ ուրիշներն հետ հին վրայով բարձրացել են վեր քարելու պարկի հաճույքը բսել։ Բայց ես մի բան կասեմ, որ Մոլերին պետք չի գա բլավ։ Աստանքշի պոետ եւ փիլիսոփա երաժշտագետ նավհետնաբան ֆիզիկոս ինչպես եւ ճամփորդ օթային այլև սիրահար բայց ոչ երոպտին Հերկյուլ Սավինին Սիրանո դբերժերակ Կյանքում մի բան ունեմ, թատրոնը, ասում էր Մեհեր Մկրտչյանը։ Իսկ այն հարցին, թե վարպետ, բայց դուք կինոյում ավելի շատ եք նկարահանվում, պատասխանել է. Կինոն ինչ, կինոն սիրոհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն։ Ֆրունզիկը շատ շուտ դարձավ ժողովրդական արտիստ։ Եվ ինքը մեղք չուներ դրանում։ Իր կատարած դերերն էին այդպեսին։ Ռուբենջան, Հաջան, սիրտս վատ է։ Ինո քեզ ծարակ կվասեմ։ Այդ լակոտերը ես մի ուդեր են հասել։ իմ սիսևատ, դու ես վազելով մինչև Բեռլին եմ հասել։ Իդոք բոմեր որ ձետ կրանան ոտ կծել, մեկ է ուներ վազել ստեղ պտի կան։ Երգիրը կլոր է։ Այմատ գլխին զոր միտոր ես էլ չեմ կնա վազե։ Ես գլխի զոր կուդար, էդի խոմ ես եմ ասել, էդիք միադը բարդասամանցի ես է։ Գիտեմ, Ջորդանը Բրունոն ես է, դու համարը վարել են։ Այ դու բարել, դու էլ ընձի կվարես։ Ես քեզի կվարեմ, հայ ամոտ քեզի։ Ես սկսեցին աղջի, ինչ կոզ ունիս հետս կվացես, հետո ինչ որ իրար հետ կվացեք, մենք բաժնված մարդիկ ենք ու վերջացավ։ Այլոց համար ուրախ, սակայն հոգու խորքում ամենատխուր մարդկանցից էր Մեհեր Մկրտչյանը։ Սիրված էր թատրոնում, սիրված էր կինոյում, սիրված էր ընկերների, բարեկամների, ժողովրդի կողմից։ Դերասան Լևոն Թուխիկյանը մի առիթով ասել է. Ֆրունզը մեծ երևակայություն ուներ, շատ ազնիվ էր, կեղծ նոտա չուներ, հայացքի մեջ սուտ բան չկար, հզոր դերասան էր եւ մեր միջի ամենադժբախտը։ Նրանք ովքեր ասում են, որ դժբախտ էր,
Մեր Մկրտչյանը ես ամիջապես ընդվզում եմ, որտեղ նրան ման երջանիկ դերասան երևի թե չենք ունեցել։ Անկեղծորեն նա ժամանակ չէր ունենում տխրելու կամ դժբախտությունը ամբողջովին զգալու, չնայած մեկ վայրկյանի զգացողությունը գուցե մյուսներից տարվա զգացողություններ եւ ամբողջ օրը ծիծաղ էր վաճառում։ Հովիկ ջան, ազնիվ խոսք, Տաճկաստանից ծով եմ փախել։ Ծովով? Ազնիվ խոսք։ Դերասանի ընկերները պատմում են, որ Ֆրունզն անչափ շատ էր սիրում մորը։ Միշտ հիշում էր, մոր մահվանից հետո չէր համակերպվում այդ ծանր կորստին։ Մեհեր Մկրտչյանը պատմում է. Իմ առաջին ուսուցիչը մայրս է, Սանամը։ Անցյալ օրը բացեցի մորս աշխատանքային գրքույկը։ Սանամ էր գրում ստորագրության փոխարեն։ Մտառն էր ծրված հոգնած։ Գրելիս հոգներ էր մինչև մին հասնելը։ Այնտեղ գրված էր կրթություն տարական միջնակարգ թե բարձրագույն։ Գծված էր տարականի տակ։ Մի բան, որ պակաս է բոլոր բարձրագույն եւ միջնակարգ ավարտածներից մոտ։ Մայրս ուներ տարական կուլտուրա, որ չունենք մենք այսօր։ Եզրափակում է իր խոսքը դերասանը։ Չեմ գնա մինչև համաձայնություն չտաք։ Առանց այն մեծացած տղայի հանգստացեք։ Այ։ Մեհեր Մկրտչյանն ապրում էր իր հոր կենսագրությունով, մոր կենսագրությունով։ Ապրում էր Մուշով, Վանով, Վանալճով եւ երբ առաջին անգամ այցելեց Անի, ավելի ուշ պետք է ասեր։ Գնացի, Անին տեսա եկա։ Երբ որ շուռ եկա, վերջին անգամ Անին նայելու, եկեղեցիները մատով թափ էին տալիս վրաս։ Թե էսուր ես գնում, մեզ թողած, էսուր ես գնում։ Ինքը օգտվել է մարդուց, ինչ որ բնավորության կից, ինչ որ արդահայտություն, ինչ որ խոսելա ձև, եւ սպասել է այն օրվան, այն վարգյանին, եւ որ ինքը նման ինչ որ մարդ է բեմում կամ կինոյում վերարտադրելու այդ կերպարը։ Եվ նա օգտագործել է, եւ ստացվում է հետեւյալը, որ ինքը վերցրել է հասարակ մեր ժողովրդից իր հոգու մեջ, արվեստի հոգու մեջ լրիվ շաղաղել է եւ որպես բարձր արվեստ նույնիսկ մատուցել է նույն ժողովրդին։ Մեհեր Մկրտչյանն ամուսնացավ 3 անգամ։ Չապլին ամուսնացել է 5 թե 7 անգամ։ Ինչով եմ ես նրանից վատ, մի անգամ ասել է դերասանը։ Արժանանալով միլիոնավոր մարդկանց անսահման սիրուն Մեհեր Մկրտչյանը ցավոք չունեցավ անձնական, ընտանեկան երջանկություն։ Առաջին կնոջից բաժանվելուց հետո նա ամուսնացավ մասնագիտությամբ դերասանուհի Դոնարայի հետ։ Նրանք 2 զավակ ունեցան՝ Նունեն եւ Վահագնը։ Դոնարան ամուսնու հետ նկարահանվեց Կովկասի գերուհին ֆիլմում։ Գեորգի Տեր-Հովհաննեսովը հիշում է, որ Ֆրունզիկի ընտանեկան դժբախտությունները սկսվեցին այն պահից, երբ անսպասելի ծանր հիվանդացավ Դոնարան։ Անհրաժեշտ եղավ կնոջը տեղափոխել հոգեբուժարան։ Տաղանդաշատ դերասանը երկար ժամանակ ստիպված էր թողնել ամեն ինչ եւ զբաղվել երեխաների խնամքով։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հոգեկան հիվանդությունը մորից փոխանցվել է նաեւ որդուն՝ Վահագնին։ Ֆրունզիկը հարկադրված էր որդուն տեղափոխել Փարիզ, սակայն տղայի հիվանդությունն անբուժելի էր։ Ճակատագիրը տվել էր նրան աստվածային տաղանդ եւ կնոջ ու տղայի անբուժելի հիվանդություն։ Ավելի ուշ Վահագնին նույնպես տեղավորեցին նույն հոգեբուժարանում, որտեղ մայրն էր։ Տղան մահացավ 2002 թվականին։ Մեհեր Մկրտչյանի դուստրը Նունեն ամուսնացավ Արգենտինայում, ով հետագայում ավտովթարի զոհ դարձավ։ Մեհեր Մկրտչյանն այլևս անզոր էր դիմակայել ճակատագրի հարվածներին։ Մեծ արտիստը որոշ ժամանակ ստեղծագործական դադար ունեցավ, որից հետո իր հիմնադրած թատրոնի բեմում ներկայացրեց Մարսել Պանյոլի Հացթուխի կինը տրագիկոմեդիան, ստանձնելով ռեժիսորի եւ գլխավոր հերոսի Էմաբլեի դերակատարումը։ Այս ներկայացումը դարձավ Մեհեր Մկրտչյան արտիստի Կարապի երգը։ Դերասանի անձնական դժբախտությանը գումարվեց նաեւ ծննդավայրում Գյումրիում տեղի ունեցած զարուրելի երկրաշարժը։ Ինչքան էլ խոսեն, ինչքան էլ գրվի, ինչքան էլ պատմեն ընկերներ, հանդիսատես, թատերագիր, բեմադրիչ, այս մարդու մասին պատմությունը կմնա շարունակելի։ Սա անավարտ պատմություն է, ինչպես որ անավարտ է որպես մարդ եւ անհատ հենց ինքը, մեծանուն հայը Մեհեր Մկրտչյանը։ Մեհեր Մկրտչյանին պետք էր մոտավորապես 50 տարի, որպեսզի մեր հոր ժեստը շարժում է,
ինքը օգտագործեր Հենրիկ Մալյանի, իմ շատ սիրելի ռեժիսորի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում Սոս Սարգսյանի հետ։ Այժես։ Ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանի խոսքերով մահը Ֆրունզիկի համար ցանկություն էր ու երազանք։ Նա վազում էր իր մահվանն ընդառաջ, դաժանորեն մարելով իր մեջ կյանքի նկատմամբ ամեն մի զգացմունք։ Արմեն ֆիլմի վիճակը շատ տխուր կլում էր տղերք։ Ճիշտ է, Արմեն Խոստիկյան կար այն ժամանակ, Ազատ Գասպարյան կար եւ այլն, բայց իհարկե դրանցից իհարկե շնորհքով տղեկ էին նրանք էլ իրենց տեսակի մեջ, բայց ոչ մեկը Ֆրունզիկ չէր։ Ֆրունզիկը սնունդով դերասան էր։ Նրան չխորտակեց ոչ ժամանակը, ոչ էլ գինու եւ ծխախոտի նկատմամբ ունեցած հակումը։ Նա գնաց մահվանն ընդառաջ, չկարողանալով հաղթահարել անձնական դժբախտությունը։ Դերասանին գտան մահացած մութ ու սառը բնակարանում։ 1994 թվականի առաջին գիշերը մարդիկ իրենց առաջին բաժակը խմեցին առանց բաժակները խփելու եւ լռությամբ։ Դեկտեմբերի 31-ին հայ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս հանճարեղ դերասանին, իր արժանավոր զավակին Մհեր Մկրտչյանին։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր պատերազմական իրավիճակում, շրջափակման մեջ։ Տներում չկար ոչ լույս, ոչ ջեռուցում։ Ֆրունզիկին թաղեցին մթնշաղին։ Մայթերի մոտ կանգնած մեքենաները լուսարձակներով լուսավորում էին մութ սալահատակները։ Հազարավոր մարդիկ վառվող մոմերով դուրս էին եկել փողոց, լուսավորելով երկարաձիգ ճանապարհը, որը սիրելի դերասանին տանում էր դեպի մեր մեծերի պանթեոն, դեպի անմահություն։ Потому что я вспомнил, что говорят, когда ты родился, все смеялись, только ты плакал. Дай Бог жить. Ты думаешь, что я тебе говорю, что? Дай Бог, чтобы ты жил так, когда тебя не будет, все плакали только для тебя. Մհեր Մկրտչյանը ստացավ եւ վաստակավորի, եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները։ Բայց մահն ու ժամանակը Մհեր Մկրտչյանին հայության ոչ երկրային մատյանում արդեն գրանցել են որպես ազգային հարստություն։ Ինչ է կասկածում ինձ վրա։ Ինչ է բարել որ կասկածում եք դուք ինձ վրա։ Ես ախր վերցնում եմ 6-րդ ֆանտանից վերցնում եմ կուզովը, դառնում եմ չեմ վերցել։ Ֆրունզն ասում էր. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին, մեկ առ մեկ»։ Տաղանդաշատ արտիստն ու մեծանուն հայ է։ Մհեր Մկրտչյանը կյանքից հեռացավ 63 տարեկանում, սերունդներին պատգամելով։